Բարի եկեք սիրելիներ մեր այս տարվա առաջին հաղորդման։ Կշնորհավորեմ ձեր նոր տարին եւ Սուրբ Ծնունդը։ Քրիստոս ծնավ եւ հայտնեցավ ցեզի մեզի մեծ ավետիս։ Գուսան որ այս տարի ձեր կյանքերը լեցվին Աստծո շնորհքով եւ օրհնություններով։ Գուսան որ այս տարի եւս այս հաղորդումները ցեզի օգտակար լան։ Տեր օրհնե ձեզ։ Սիրելի հայրենակիցներ, այս նոր տարվա շեմին եւ լույս եղավ հաղորդաշարի կողմից ցանկանում եմ ձեզ հաջողություն։ Հաջողություն ձեր ընտանիքի մեջ, հաջողություն ձեր աշխատանքի մեջ, հաջողություն ձեր երազանքների մեջ։ Իսկ եթե մեկ կողմ դնենք այս բոլոր ցանկությունները եւ մեկ բան ցանկանանք այս 2014 թվականին, ցանկանանք հետևել մեր Տեր Հիսուս Քրիստոսի կենթանի եւ ճշմարիտ խոսքը, առաջնորդվել իր խոսքով եւ առաջնորդվել իրմով։ Ես վստահ եմ, որ ավելի հաճելի եւ ավելի հաջող տարի կունենանք, եթե այս ձևով մոտիկանանք եւ վայելենք իր բոլոր խոստումները։ Սիրելիներ, շնորհավոր ձեր նոր տարի եւ Սուրբ Ծնունդը։ Մի շնորհ հանդիպում։ Շնորհավորանքներս եւ բարի մաղթանքներս իմ հայ ժողովրդին։ Հպարտ եմ, որ հայ եմ, հպարտ եմ, որ քրիստոնյա եմ Քրիստոսով։ Որպես հայ եւ քրիստոնյա շնորհավորում եմ իմ հայ ազգի Սուրբ Ծնունդը եւ ամեն օրը։ Թող ամեն մի հայ ունենա քաջություն, ապրի աշխատի Տեր Հիսուսի համար, որպեսի օրհնվի իր ընտանիքը եւ ինքը եւ օրհնությունը փոխանցվի սերունդ է սերունդ։ Քաջ եղեք եւ ուրախ եղեք երջանիկ Հիսուսով։ Շնորհավոր ձեր նոր տարին եւ Սուրբ Ծնունդ։ Բարև աղջիկեր, բարև բոլոր աշխարհի մանուկներ, հուսանք որ շատ լավ եք այսօր, գիտեք ինչ է, այսօր շատ կարևոր տոն պիտի տոնենք։ Տոնն է այսօր։ Ոչ թույլ կոտենը չէ։ Հիսուս Քրիստոսի տոնն է այսօր։ Եվ բոլոր աշխարհի Հիսուս սիրողները այս տոնը կտոնեն։ Այո, սիրելի փոքրիկներ, այսօր Հիսուս Քրիստոսի ծնունդն է, եւ գիտեք ինչ հետաքրքիր բան կա։ Հիսուսի ծնունդը լինելով, Հիսուսի տարեդարձը լինելով, Հիսուս եղավ նա մեր բոլորի նվերը։ Եվ իր ծնունդով բերեց մեզ ուրախություն, եւ իր ծնունդով բերեց մեզ խաղաղություն եւ հույս, Եվ իր ծնունդով բերեց մեզ գիտություն Աստծո մասին։ Եվ մանավանդ իր ծնունդով Աստված մեր բոլորին ցույց տվավ որչափ մեզ կսիրե։ Գիտեք սիրելի փոքրիկներ, Ավետարան Հովաննուի մեջ 3:16-ի մեջ գրած է հետևյալ խոսքը. Վասնզի Աստված այնպես սիրեց աշխարհը, մինչև իր միածին որդին տվավ, որպեսի ամեն ով որ անոր հավատա, չկորցվի, հապա հավիտենական կյանք ունենա։ Ոչ թաթուլ, այս երկը չի պիտի երկես, այս տոնին դիարիթով ուրիշ բան մը գսենք, պատրաստ աղջիկերք։ ուրիշ է։ Հիսուս ծնավ։ Եվ հայտնվեցավ ձեզի մեզի Մեծ ավետիս։ Բարև ձեզ սիրելի երիտասարդներ, շնորհավորում եմ ձեր նոր տարի եւ Սուրբ Ծնունդը։ Սիրելի երիտասարդներ, եւս մեկ տարի անցկացրեցիք, եւս մեկ տարի մեծացանք։ Այո, այս 2013 թվականի ընթացքում շատերս նեղությունների մեջով անցանք, շատերս դժվարություններ ունեինք, շատերս դեռ մեր գործերը չավարտած սկսանք նոր տարի։ Սիրելի երիտասարդ, կցանկանամ, որ այս նոր տարվա մեջ քեզի Աստված ուղի քո գործերի մեջ, քեզի հաջողություն տա, քեզի նորոգի քո ամեն օրվա կյանքի մեջ։ Կցանկանամ, որ այս տարի որ դու հաջողակ անձ լինես։ Քեզի կմաղթեմ, որ Հիսուս Քրիստոսի առաջնորդությունը քո կյանքի մեջ գործի եւ կուզեմ, որ ինչ որ 2013 թվականի մեջ չի հաջողվել, չկարողացար ավարտին բերել 2014 թվականը, թող քեզի հաջողակ տարի լինի, որ Աստծո կամքով մեր Տեր ու Փրկիչ Հիսուս Քրիստոսի կյանքի գործերի մեջ առաջնորդվես, թող որ մեր Հիսուս Քրիստոսը քեզի օրհնի։ Ես կուզեմ ձեզի ասել, որ սիրելիներ, թե մտածում եք շատ անգամներ,
թե ինչպես անենք, որ մեր կյանքը բարելավ կյանք ունենանք, ինչպես անենք, որ մեր գործերի մեջ հաջողություն ստանանք։ Թեև շատերը սիրահարված եք, թեև շատերը սիրո մասին կմտածեք, ձեր սիրած էակների մասին, թեև շատերը մերժված եք սիրո էակների պատասխանից եւ կմտածեք այս նոր տարվա ընթացքին, թե ինչպես անենք, որ կարողանանք գրավենք, թե ինչպես անենք, որ կարողանանք հաջողվենք։ Ես ձեզ կխնդրեմ, որ մի պահ կանգ առեք, մի պահ կանգ առնելով աղոթեք։ Աղոթեք մեր Տեր Հիսուս Քրիստոսին եւ հայտնեք ձեր ցանկությունները եւ խնդրեք նրանից, որ ձեզ իմաստություն տա, շնորհք տա, որ կարողանաք հաճելի կյանք ունենաք, կարողանաք իմաստության կյանք ունենաք։ Գիտեք, Սուրբ Գրքի մեջ համար կա, որ ով որ Աստծու մեր Հիսուս Քրիստոսին հետևի, Աստված նրան պետքա պարգևի։ Ես կուզեմ կարդալ Եսայի մարգարեի գրքի մեջ մի քանի համարներ, որ ձեզի ցանկանալով կուզենամ այս տարի յուրաքանչյուրդ ապրեք այս խոսքերի մեջ, որ մեր Տեր Աստվածը մեզի յուրաքանչյուրից պատրաստել է։ Ուրեմն Եսայի մարգարե 11-րդ գլխի մեջ մեր Տեր Աստվածը կուզի հայտնի այս խոսքերը ձեզի. իմաստության ու հանճարի հոգին, խորհրդի ու զորության հոգին, գիտության եւ Աստծո վախի հոգին։ Եվ այս հոգիները, այս խոսքերը, որ Աստված մեզի տվեց, թող որ առաջնորդի քեզ այս տարվա ընթացքում, թող որ այս տարի Աստծո զորության, հանճարի հոգին գործի քո կյանքի մեջ։ Մի մոռացիր, Տեր Հիսուս Քրիստոսը խաչվեցավ քեզի համար, որ դու կյանք ունենաս եւ այդ կյանքով ավելի նվիրվես եւ այդ կյանքը քեզ պիտի տանի հավիտենականության մեջ։ Տերը օրհնի ձեզ։ Եվս մեկ անգամ շնորհավոր ձեր նոր տարին եւ Սուրբ Ծնունդը հաջողություն։ Քրիստոս ծնավ եւ հայտնվեցավ, ձեզի մեզի մեծ ավետիս։ Հարգելի հեռուստադիտողներ, Սուրբ Ծնունդը մեր ամենամեծ տոներից մեկն է, որին սպասում ենք մեծ ուրախությամբ, տոնում մեծ ցնծությամբ եւ տարբեր ձևերով։ Բայց Սուրբ Ծնունդը նախ հույսի ավետիս է, սիրո ավետիս, փրկության եւ նոր կյանք սկսելու ավետիս։ Ուրեմն թող այս նոր տարին լինի սիրո եւ խաղաղության տարի, լինի նաեւ նոր որոշումների տարի։ Թող մեր Տերն ու Փրկիչը Հիսուս Քրիստոսը իր սիրով եւ բարությամբ, հեզությամբ եւ խոնարհությամբ, արդարությամբ եւ ներողամտությամբ օրինակ լինի մեզ բոլորիս համար, որպեսզի մենք էլ կարողանանք մեր կյանքները առաջորդենք եւ լեցնենք այս նույն առաքինություններով։ Շնորհավոր նոր տարի եւ Սուրբ Ծնունդ։ Ընդհանրապես այս տոնական օրերուն շատ հաճախ կլսենք եւ մենք ալ գսենք Աստծո ներկայությունը ավելի կարևոր է, քան այն նվերները, որ կստանանք կամ իրարու կփոխանակենք։ Ճիշտ է, որ այդպես է։ Սակայն անգերձորեն, քանի հոգիներ այսօր Աստծո ներկայությունը կխնդրեն եւ կփնտրեն, քան անգեգած նվերները։ Ինչը զել գուզեմ։ Այսինքն ես որքան Աստված է որ գուզեմ իմ յանքիս մեջ, ավելի քան իր մեգած օրհնությունները կամ նվերները։ Արդյոք այս նոր դարվա սեմին, որ նորը սկսանք, ինչ են մեր ակնկալությունները Աստծուց մե, ինչ են այն նվերները, որ մենք իր մե կակնկալենք։ Արդյոք անոնք առողջություն է, ուրախություն, խաղաղություն, թերևս ավելի հարստություն, գիտություն, ավելի նպաստավոր պայմաններ լա ընտանեկան կյանքի մեջ, լա գործի մեջ եւ այլն։ Այս բոլորը Աստված գրնադալ մեզի, սակայն մենք իսկական եւ իրական խաղաղությունը եւ ուրախությունը պիտի չկարողանանք վայելել առանց Աստծո ներկայության։ Իմ մաղթանքս եւ աղոթքս է, որ այս տարի բոլորիս փափակը լա Աստծո ներկայությունը խնդրել եւ ոչ թե իր նվերները եւ իր մեր ակնկալությունները։ Եվ Աստված մեզի պիտի դա այդ բոլորը։ Դավիթ թագավոր 16-րդ Սամոսի մեջ կսե. Երեսիդ արչև լեցուն ուրախություն գա, քու աջ կողմդ միշտ հաճություններ կան։ Իսկապես Աստծո երեսին, այսինքն Աստծո ներկայության մեջ ուրախություն եւ հաճություն կա։ Թող Աստված դա որ մեր բոլորին փափակը եւ աղոթքը լա որ ամեն օր իր ներկայությունը մեզի հետ լա այս նոր դարվա մեջ։ Կշնորհավորեմ ձեր նոր տարին եւ մեր Փրկչին Հիսուս Քրիստոսի հրաշալի ծնունդը։ Քրիստոս ծնավ եւ հայտնեցավ։ Ցեզի մեզի մեծ ավետիս։ Հարգելի հայրենագիտներ, ես ալիմ Գարքին գուզեմ շնորհավորել ձեր այս նոր տարին։ Եվ նաև շնորհավորել Հիսուս Քրիստոսի ծնունդը։ Եթե Հիսուս չծնվեր, մեր այս շնորհավորանքները իր իմաստը չեր ունենար։ Քանի որ Հիսուս ծնվեց, մենք այսօր գրնանք շնորհավորել իրար։ Քանի որ Հիսուս եկավ այս աշխարհ, իբր լույս, իբր հույս, մենք այսօր գրնանք հույս ունենալ իրար մաղթելու լավ եւ բարի դարիմը։
Արդեն 3 տարի է ի վեր ճշմարտության խոսքը մեր այս հաղորդումները գսփրովի աշխարհի 4 կողմը եւ ուսանք 3 տարի է ի վեր դուք կստանաք այդ աստվածային խոսքը եւ գուրախանակ եւ ձեր մեջ խաղաղություն կստանաք։ Այո, մենք կփորձենք ամեն չանքերով այս ազդու խոսքը, որ գենարար խոսք է, կյանք տվող խոսք է, հույս տվող խոսք է, այս խոսքը, որում մեջ կա զորություն, այս խոսքը, որում մեջ կա ճշմարտություն, այս խոսքը, որում մեջ կա նաև փրկություն եւ ներում, այն խոսքը, այն ճշմարտության խոսքը Աստծո խոսքն է։ Աստվածաշունչը մեր քրիստոնյա հավատքին հիմքն է եւ այն խոսքին վրա հիմնված մենք կփորձենք առաջ երթալ, մաղթել իրար եւ նաեւ փորձել օգնել իրար, որ մենք ապրենք այդ ճշմարիտ խոսքին վրա։ Ես այս տարի գուզեմ մաղթել ձեր ամեն մեկուն իսկական ճշմարիտ, երկնային ճշմարիտ ուրախություն, երկնային ճշմարիտ սեր եւ խաղաղություն, որչափ պետքություն ունենք մեր այսօրվա ճգնաժամ աշխարհի մեջ, վազքի, դարաբանքի, մտահոգության եւ ցավերու մեջ, որչափ պետքություն ունենք երկնայինը, որչափ պետքություն ունենք, որ աստվածայինը կա եւ մեր կյանքին մեջ իսկապես փոփոխություն ունի։ Երբ Հիսուս ծնավ, երկու հոգիներ, Սիմոն Ձերունի եւ Աննա Մարգարեն, երբ Հիսուս ծնավ, դաջար դարին իր ծնողքը եւ երկուքը արին իրենց ցերկերուն մեջ եւ հետեւյալ խոսքը ասին երկուքը դարբեր ծևերով ասելով ով դեր հիմա մենք կրնանք հանգիստ մեռնիլ մեր աչքը տեսավ քու փրկությունը սիրելիներ իրենք տեսան Հիսուսը փրկիչը այն անձը որ Աստված ինք ղրգեց ինք եկավ մարմին հակավ որ մեր դգնաժամ ցավալի վտանգավոր խռոված վիճակներեն մեզ դուրս հանե երբ աչքը Հիսուսը գտեսնե երբ սիրտը գբացվի Հիսուսի այն ադեն իր ամբողջ կյանքը ճշմարիտ իմաստություն կունենա եւ իմ մաղթանքս ցեզի այս է սիրելի հայրենագիտներ որ այս տարվա ընթացքի Հիսուս Քրիստոս ձեր սրտերուն մեջ ավելի դեղ առնե իր լույսով լուսավորե ձեր ընտանիքը մեր հայ դպրոցները, մեր հայ գազագերբությունները, մեր Հայաստանը եւ այսօր մասնավորապես կուզեմ հadouk շնորհավորանք ուղղել մեր բանակի ծառայողներուն, որ այսօր մեր Հայաստանի սահմաններուն կբահբանեն մեր քաղաքը, մեր երկիրը, դերը արադաբեսորտն է։ Թող Հիսուս Քրիստոսի շնորհքը ձեր ամեն մեկը բահե իր սուրբ զորության եւ օրհնության մեջ։ Քրիստոս ծնավ եւ հայտնեցավ։ Ցեզի մեզի մեծավեդիս Սանտարված ըմրան օրեր լույսերով լի փողոցներ հիշեցնում Տիրոջ մասին փոքրիկներն են ցած գործում մարդիկ միմյանց միայն ժպտում խինդով լեցված տաքուկ սրտերը Տիրոջ սերն է վայելում Անցանեն մեկտեղ բերում Հիշելով ներել, օգնել, սիրել Եվ մեկ ձայնով աղաղակել Հիսուսը վեց, երկնքում ասպայլեց Բարի լուրներ ավետում հրաշքմանում մեզ այցելում Սվեց, օրհնյալ փրկիչ կոչվեց Ողջ երկիրն այսօր ցնցում նրա գահի առջև երգում շնորհավոր Բերելով այն հին երգերը Շրթունքներն է շշնջում Հիսուսը վեց մի մսուրում
թող այսօր ծնվի նա քո սրտում բերի ներում նոր էություն Հիսուսը վեց երկնքում ասպայլեց բարի լուրներ ավետում հրաշմանուկ մեզ այցելում Հիսուսը վեց օրսյար բնքից գոծվեց ոնց երկին այսօր ծնծում նարագահի առջև երկում Հիսուսը վեց երկնքում ասպայլեց բարի լուրներ ավետում հրաշմանուկ մեզ այցելում Հիսուսը վեց օրսյալ բնքից գոծվեց ոնց երկինն այսօր ծնծում նրագահի առջև երկում սորավոր Ինչպես մեր մարմինները ամեն օրվա սնունդին պետք ունին, նույնպես էլ մեր հոգիները Աստծո խոսքին։ Սիրելի Եվրոպայի ապրող հայրենագիտներ, այսօր գուզենք ցեզի նվիրել ըստ մեր անաբազորդի քիրքը, որի մեջ կգտնվին հոգևոր ընթերցումներ, սուրբ քրային համարներ, վկայություններ եւ պատմություններ։ Ուրեմն առանց ժամանակ անցնելու այցելեցեք մեր գայքը կամ հեռացանեցեք այս TV-ին եւ մեզի ուղարկեցեք ձեր անունը եւ ձեր հասցեն եւ մենք ուրախությամբ ցեզի կնվիրենք ծրիապար այս քիրքը։ Դեր օրհնեցեք։ Հարգելի հայրենագիտներ, մինչ նոր դարվա շրջանին ենք եւ ծնունդի արդեն շնորհավորները դվինք, գուզենք այս մի քանի վարկանները առնել շեշտը տնելով մոկերու այս հատվածի վրա։ Գիտեք, պատմությունը անոնք որ գիտեն, երբ Հիսուս ծնավ, Աստծո պայլեցավ գսեսու քիրքը եւ մոկերը արևելքեն հերու դեղերեն, դեսնելով այդ Աստղը մոդեցան եկան Երուսաղեմ։ Եվ այս հատվածը գրված է Մատթեոս 2-րդ գլխուն մեջ եւ անոր հետ պիտի խորհրդակցենք վերաբադվելի Ռաֆի Մսելյանի հետ վերաբադվելի ուրեմն ինչ կսեք այս մոկերու մասին նախ մի քանի խոսքեր խոսենք եւ տեսնենք այս հատվածը մեզի ուր պիտի առաջնորդի Անշուշտ այս մոկերը արևելքի շրջանին արևելքեն են եւ ընդհանրապես իրենք աստղակետ են եւ աստղերով գսպաղին արդեն հատվածի մեջ հստակ է որ աստղը տեսած են եւ ուրեմն այդ աստղը գիտցան որ դարբեր իմաստ ուներ եւ հեղաշրջում Փերով թակավորի հետ գաբեցին վեր եւ այդ իմաստով ելան եւ այդ աստղին հետևեցան եւ կտեսնենք իրենց մեջ այդ փնդրդուկը եւ գիտնալու որ ինչ է այս պատահածը այդով 5 դագարանի մեջ թվոց կրկին մեջ գա այդ աստղի մասին որ աստղը գների ներկայացներ ինչպես ասիկ հեղաշրջող թակավորը Ուրեմն այս մոկերը որ գսենք աստղակետ որ գսենք ոչ թե միան աստղակետ են նաև կտեսնենք որ հոգևոր փնդրդուկի մեջ են եւ քիրքերը քննած մարդիկ են քանի որ հասկացան որ այդ աստղը գաբ ունի հոգևոր վիճակի հետ ուրեմն կտեսնենք այս մոկերուն իրենց քիտնական ըլլալը եւ նաեւ հոգևոր փնդրդուկի մեջ ըլլալը Անշուշտ գրնանք ասել որ որոշ հոգևոր ենթահոմը գա ասոնց մեջ եւ կարելի այդ մեգսել որովհետեւ գիտենք որ հрьяաները այդ ժամանակ դարածված էին արևելքի մեջ եւ երկիրներու մեջ եւ ունեն իրենց սինագոգներ ունեն իրենց քիրքերը եւ հավանաբար այս մոկերը որոշ գիտակցություն ունին ասոր վերապերյալ ուրեմն այդ ենթահողով եւ որ աստղը տեսան ասին որ այս աստղը դարբեր իմաստ ունի եւ եկավ գսեսուկ քիրքը եկան հետևեցան օրեր շաբաթներ դրին հետևելու ժամանակ արին գալու ուրեմն իրենց այդ փնդուրդուկը ոչ թե միան մնաց այսպես բարի մաղթանքներ այլ իրենց փնդուրդուկը իրենց մղեց նաեւ հոգնելու ամիսներ եւ շաբաթներ առնելու եւ գալու միջև Երուսաղեմ վերաբադվելի գտեսնենք
երկրորդ հանգրվանը այս հատվածի մեջ եւ որ գուքան եւ գհարցնեն թե ուր է հրեից տակավորը Հերովտեսի գուքան գսեն այդ ուրիշ պատմություն է որ չեն գուզեր շատ շեշտը տնել տակավորին գհարցնեն թե ուր է տակավորը մեկ խոսքով տակավորին գսե ուր է քեզի քեզ հաջորդողը մեկ խոսքով անոր Հերովտես կխանգարվի բայց գտեսնենք որ Հերովտես հարց կուտա քահանայապետներուն եւ փարիսեցիներուն ժողովրդի ասենք թե հոգեվոր գիտնականներուն մեկ խոսքով հարց կուտասելով թե ուր պիտի ծնի տակավորը մեսիան Եվ անոնք պատասխան կուտան 4 համարի մեջ կսեն Բեթլեհեմ Գիտեին Զարմանալի բան գիտեին որ Մեսիան Բեթլեհեմ պիտի ծնի Բայց զարմանալին ադի է որ իրենց այդ քիծածը եւ որ Հիսուս եկավ ծնավ մեծավ սկսավ քարոզել սկսավ խոսիլ մերժեցին զինք ինչպես կրնալալ այս բանը Անշուշտ այս հատվածը հետաքրքրական է եւ գայելի է ասել որ միայն Մատթեոսի մեջ հիշված է այս մեկը Եվ ես կխորիմ, որ նախ մոքերը հեթանոս են և հետաքրքրական է, որ գուքան և Հերովտեսի գարցնեն, որ ուր է թագավորը և անշուշտ Հերովտես քննելով քիրքերը և տեսնելով, որ մարգարեությունները իրականացան, գսե, որ Բեթլեհեմի մեջ պիտի ծնի։ Բայց ինչպես որ պատվելի ըսիկ գիտությունը բավարար չէ, գիտնալը և փնտրելը բավարար չէ միայն, որպես մտային մարզանք։ Կարևորը կորզնական քայլ առնելն է եւ հոն է դարբերությունը Հերովտեսի եւ մոքերուն որ անոր գսպասեր եւ դեսա որ մարգարեությունը գիրականանա կորզան քայլ չրավ եւ թրական կորզան քայլ չրավ մինչ մոքերը որոնք հեթանոս էին հարցուցին կդան եւ իրեն ջամփան շարունակեցին եւ ուզեցին այդ մանուկը գտնել Տեր Հիսուս Քրիստոսը գտնել եւ իսկապես հատվածի մեջ կտեսնենք որ կդան իրենք Գիշեմ Հիսուսի այդ խոսքը որ գսե վերջինները առաջին բիլան առաջինները վերջին բիլան եւ այդ խոսքը դվավ նաեւ հрьяաներուն համար ասելով որ դուք որ այս բոլոր բաները գիտեք ահա ես եկա ահա ես ազոտակավորությունը բերի ահա ես ցեզ աստվածային բաներ գխոսիմ գծցնեմ նույնիսկ ցույց կտամ ցեզի նաեւ հրաշներով եւ դուք կմերժեք զիս եւ շեշտը լավ դրիկ ադիգա ասելով որ հեթանոսները երբեմն չգիտողները երբեմն ավելի շուտ պիտի մոտենան Հիսուսի, քան թե անոնք որ դժբախտաբար մեր հայրենի մեջ շատ կան, անոնք որ գսեն մենք գիտենք, մենք քրիստոնյա ենք։ Դերևս այս ցավը հոս գշեշտվի այս կետին մեջ։ Առաջանալով բադվերի եւ որ հարաճանանք եւ գտեսնենք թե մոքերը գուքան 11-րդ համարը գսե թե դունը մտնելով դեսան մանուկը ուրեմն եկան եւ Հիսուսի մոտ դեսան մանուկը իր մորը Մարիամին հետ եւ ինգան երգրբակություն ըրին անոր զարմանալի այս երգրբակություն բառը ինչպես կրնանք հասկանալ այս մարտիկը գիտեին որ փամը եղավ մեկը ծնավ թակավորը լալնա գիտեն քանի որ գսեն թակավոր է եկան եւ ասոնք հեթանոս են գմտնան մսուրմը ոչ թակավորական բալադ այլ էշերու եւ գովերու հետ խառնված դեղմը մսուրմը գտեսնեն մանուկը բարձ գտեսնեն մայրը բարձ ծևով եւ մարդը որ հայրն է on բարձ ծևով նստած ինչ կպատահի ասոնց գնստին եւ գերգրբակեն Անշուշտ ես կխորիմ որ Աստված իրենց հոգեվոր աչքերը բացավ եւ բացության սկիզբին մինչեւ այստեղ դերմը Աստծո հայտնությունն է որ Աստված գհայտնի ինքզինք դարբեր ծևերով բայց կարևորը որ մենք ինչպես այդ հայտնությունը գտնունենք so as մոքերը այդ հայտնությունը դեսան եւ չսին որ այս մանուկը ուր է թակավորը ուր է բալադը ուր է ծարաները դեսան գովը ինչպես որ ասիկ ախորմը դեսան բայց հագարակ այդ բոլորին այդ թակավորին արչեւ ձնրատրեցին եւ խոնարեցին երկրբակություններին եւ իր թակավորությունը ընդունեցին Եվ հետաքրքրական նաև անշուշտ որ իրենց կանցերը որ դվին, նվերները որ դվին, նաև գալի անոնց մասին ալ խոսիլ, որը անոնց մեջ նաև հոգևոր իմաստ կա եւ գապված է Տեր Հիսուսի անձին եւ գործին հետ։ Երկրբակությունն ելեն վերջ բադվերի։ Գտեսնենք որ գսե իրենց կանցերը փանալով ընձաներ դվին։ Ուրեմն ինչպես ասիկ, այդ ընձաները ինչ են՝ ոսկի, գնդրուկ եւ զմուրս։ Երեք բան։
մենք գիտենք երկեր գա, երկենք եւ այլն, բայց եկեք մի քանի վարքան մնանք ասոր վրա։ Ինչու տվին այս գրնամսել այս ընձաները, արդյոք ուրիշ բաներ չէին գրնարդալ, ինչի իմաստ ունի ասիգա։ Անշուշտ մեծ իմաստ ունի, որովհետեւ եթե ոսկին առնես որպես արժեքավոր մեկ մեդաղ, ոսկին կապված է թակավորին հետ, թակավոր լալու հասկացողության հետ։ Եվ անշուշտ այս մանուկը ոչ միայն թակավոր է, բայց թակավորներուն այո, թակավորն է։ Ամեն։ Ուրեմն այդ մեկը դալով իր թակավոր լալը հրճակեցին։ Յետքը գնդրուգը, որ նաև դաջարի մեջ կգործածվեր քահանաներուն միջոցով, գմատնանշե Տեր Հիսուսի քահանայությունը, Տեր Հիսուսի մեր եւ Աստծո միջև, հոր Աստծո միջև միջնորդ լալը, աղոթող լալը մեզի համար, մարդուն համար, մեղավոր մարդը Աստծո մոդեցնելու այդ ճաշտոնին կվերապերի գնդրուգը։ Եվ անշուշտ զմուրսը, որ Եգիպտացերեն գուկա, եւ որ մեկ գմերնի իր մարմինը գզմուրսեն, որպես այդ մարմինը բահվի եւ հետեւաբար գրնանգսել, որ մահվան հետ առնչված է։ Եվ անշուշտ ադիգա նաեւ Հիսուսի համար իմաստ ունի, որովհետեւ Տեր Հիսուս խաչին վրա իր կյանքը պիտի զոհեր մեղավորին, մարդկության, փրկության համար, որովհետեւ մեր մեղքերը, մարդոց մեղքերը սրբե մաքրե եւ ներում դա եւ Աստծո ողորմությունը ցույց տա եւ թողություն դա մեզի։ Ուրեմն առաջին գլուխեն Մատթեոս ավետարանի մեջ հստակ կլա Տեր Հիսուսի ով լալը, հստակ կլա Տեր Հիսուսի արաքելությունը եւ իր ընելիք կորձը։ Շնորհակալ ենք պատվերի գլուսապանվինք, քանի որ այո գահասկնանք հիմա ինչու այս մոքերը եկան անչափ ճանապարհներեն վերջ խոնարեցան երկրբակություններին եւ գուդան այս երեք ընձաները գահասկնանք ինչու այս մարտիկը քիծան over Հիսուս եւ ինչպես ասիկ աստվածային հայտնություն եղավ իրենց այդ աստղը որ գհայտնվի այդ աստղը որ գվարի երկնքին մեջ կարծեք թե հայտնություն մնե որ մարտիկ այս մարտիկ անշուշտ ոչ թե հիմա սկսան փնդրդելու գրնամսել թերևս դարիները փնդրդուքի մեջ էին եւ այդ աստղը երբ որ հայտնվեցավ իրենք բոլոր էությունով հանձնվեցան եւ առաջնորդվեցան եւ եկան թակավորին արչեւ այո գտեսնենք Հիսուս թակավոր քանի որ ոսկի գուդան գնդրուկ գտեսնենք Հիսուսի պր կահաննա եւ մեծն կահաննա կահանայաբեդ իսկ երրորդ գտեսնենք Հիսուս զմուրսը գտեսնենք Հիսուս ինչպես զոհ եղավ մեզի համար եւ ասիկա Հիսուսի երեք մեկ գազեմ թերերեն մեկն է եւ հոսե որ մենք պետք է հարց տանք մենք մեզի թե Հիսուս մեզի համար ով է Հիսուս մեզի համար ով է Սիրուն ընտիրներ իսկապես գլուսապանվինք այստեղ տեսնելով որ Հիսուս մեր թակավորը պետք է լա որուն արժև պետք է երկրբակենք Հիսուս պետք է լա մեր քահանայաբեդը որուն արժև պետք է նաև երկրբակենք մեր բոլոր հարցերը դալով մեր բոլոր վստահությունը դալով եւ Հիսուս պիտի լա նաև մեզ փրկողը ինք մերավ գսե եւ մեր անեծքը ինք արավ Գաղատացիս գիրքը գսե ինք արավ մեր անեծքը իր վրա ուրեմն զարմանալի բան այս մոքեր այս բոլոր բաները հասկացան որ հետանոց էին այո հետանոց էին մեզ ինչ կմնա հիմա բադվելի անշուշտ թակավորը ճանչնալը նաև իշխանությունը ճանչնալն է եւ եթե մենք Տեր Հիսուսի թակավորությունը գտնունենք մեր կյանքի մեջ ասել է որ իր իշխանությունը գտնունենք մեր կյանքի մեջ ասել է որ մենք մեր անձերը իր դրամատյան տակ գտնենք իր խոսքին իր սորվեցածին ասո խոսքին դրամատյան տակ գտնենք Եվ ես կխորիմ, որ այս մեկը նաև մարդահրավեր է մեզի համար, որպես հայեր, որպես անհատներ, որովհետև մոքեր իրենց լավակույնը բերին եւ այդ մսուրին մանուկին արչեւ դրին։ Մարդահրավերը մեզի համար այն է, որ մենք այսօր, երբ որ այս բապմությունը գիտենք, երբ որ կհասկանանք, երբ որ կմեկնաբանենք, մենք ինչ կբերենք այդ մսուրին դիմաց։ Մենք ինչ կբերենք Աստծո դիմաց։ Այդ իշխանությունը կընդունենք մեր կյանքի մեջ, մեր առօրյա կյանքի մեջ։ Ես կխորիմ, որ շատ բաներ ունենք բերելիք այդ մսուրին դիմաց։ Մենք պիտի բերենք մեր սիրտը, պիտի բերենք մեր հոգին, պիտի բերենք մեր կյանքը, պիտի բերենք մեր կարողությունները, ցիրկերը, պիտի բերենք դժվարությունները, որովհետև Հիսուս նաև քահանա է եւ պիտի միջնորդե մեր եւ Աստծո միջև իր քահանայությունը պիտի ունի
Պիտի բերենք մեր հուսախաբությունները, դժվարությունները եւ պիտի խնդրենք այդ մանուկեն Տեր Հիսուս Քրիստոսին, որ այդ բոլորը առնե եւ փոխե եւ մեզ նոր անձեր տնե, մեր մեջ այդ հույսը տնե, այդ շնորհքը տնե, որ գրնա մեր սիրտը, մեր կյանքը, մեր միտքը փոխել։ Ես խորին որ այս է մարդահրավերը այս հատվածին եւ այս պատմության այսօր, որ գարտանք Աստվածաշնչի մեջ։ Աստվածորդն է սիրելու ընկերներ, հերոստատիտողներ, իսկապես հավասիկ նոր դարվա շեմին ենք եւ մենք մարդահրավեր ունենք մեր արժեվը։ Ինչպես Բատվելին ասավ, այս պատմությունը ինչպես Աստղը ձակեցավ նույնպես ալ թողձակի քո սրդիդ մեջ, որթուն մոքերու նման փնդրդուքի մեջ լաս։ Հոնունին փարիսեցիներ, որ Աստծո խոսքը գիտեին, մարգարեություններ գիտեին, շատ բաներ գիտեին, բայց փնդրդուքի մեջ չէին։ Իրենք բավարարված էին իրենց գիտնալով, իրենց սովորություններով, իրենց ավանդություններով, բայց ահավասիկ մոքեր։ Իրենց մեծության մեջ եկան եւ խոնարեցան։ Եկան եւ երկրբակություն ունին փոքր մանուկիմը, բայց հասկացան թե այդ մանուկին մեջ երկնային գար։ Հասկացան որ այդ մանուկին մեջ ճշմարտությունը գար։ Հասկացան որ այդ մանուկին մեջ զորությունը գար Աստվածային։ Եվ ահավասիկ այս մարդահրավերը, ինչպես մեր Բատվելի մեզ առաջարկեց։ Եկեք մենք ալ մեր սրտերը խոնարեցնենք այս նոր դարվա ընթացքին։ Սրտերը խոնարեցնենք, մտքերը խոնարեցնենք, մեր դժվարությունները, ընտանեկան դժվարություններ կան այսօր, հիվանդություններ կան այսօր, իրարանցումներ կան այսօր, դարբեր տեսակ ցավեր եւ դարաբանքներ կան մեր հայացքին մեջ։ Եվ դանք մենք ալ խոնարհենք Հիսուսի առջև։ Ասենք Տեր Հիսուս, գտնունենք քո թակավորությունդ։ Գտնունենք որ դու նալաս մեր թակավորը, մեր կյանքի մեջ իշխողը, մեր Աստվածը։ Եվ հետո բերեք ձեր ցավերը Հիսուսի, ցուկիկը գսե հանցնեցեք ձեր ցավերը, ձեր խնդիրները, ձեր մտահոգությունները եւ Աստված ձեր սրտերը խաղաղությունով պիտի լեցնե։ Ուրեմն այս նոր դարվա սկիզբը հանցնենք մեր խնդիրները Աստծո։ Հանցնենք մեր խնդիրները մեր Հիսուսի։ Իսկ երրորդ բանը չմոռնանք, որ միան Հիսուս մեզ կրնա փրկել։ Իր խաչին մահովը եւ իր հարությունովը Հիսուս կրնա փրկել մեզ։ Ուրեմն գարժե իր արչեւ խոնարհիլ երկրբակել ինչպես այս մոքերը ըրին։ Եվ երբ որ այս կորձը ըրին համարը Բատվելի գսե, եւ անոնք գսե ետ վերաթարցան, երազին մեջ հրաման առնելով, որ Հերովտեսին մոտ չերթան։ Ահավասիկ Աստված պաշտպանելու գսկսի իրենց։ Եվ գսե իրենց այլ մի վերաթանակ Հերովտեսին մոտ ցեզի համար վտանգ կա։ Աստված գսկսի առաջնորդել իրենց կյանքը։ Եթե մենք կխոնարհենք Հիսուսի, Աստված պիտի առաջնորդի մեր կյանքը։ Եվ ով գիտի այս դարվա ընթացքին ինչ դժվարություններ, ինչ խնդիրներ, ինչ ուրախություններ, ինչ նորություններ, ինչ անագնգալներ պիտի լա մեր կյանքին մեջ։ Եկեք խոնարհենք Հիսուսի եւ թույլ տանք, որ Տեր առաջնորդի մեզ։ Բադվերի շնորհակալ եմ, որ այս խորհրդածությունը գրցան գնել միասին, սիրուն ընկերներ, իսկապես ձեր այս նոր դարին լա օրտնապեր դարի, լեցուն դարի, խոնար դարի Հիսուսի առջև եւ իր սուրբ ցերկը ձեզ առաջնորդի այսօր եւ վաղը եւ մանավանդ հավիդյան։ Ցտեսություն։ Այսպեսով վերջը գտնեմ մեր այսօրվա հաղորդումը։ Ձեզի դարձյալ ժամացույցուն գնանք ամսվա 2-րդ եւ 4-րդ գիրագիները նույն ժամուն եւ նույն ալիքին վրա։ Մի մոռնաք այցելել մեր գայքը, ուր կգնաք տեղեկացնել մեզ հեռախոսքնյութերը, հարցումները եւ նվիրությունները մեր այս հաղորդումներու բարելավման եւ հարադեվման համար։ Տեր օրհնե ձեզ, ցտեսություն։